Եվրամիության դրամաշնորհային ծրագրի ներդրումներով Կովկասի 3 երկրներում Վրաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում իրականացվում է համայնքային անտառկառավարում ծրագիրը։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է միայն Տավուշի մարզի Կողբ և Ջուջևան համայնքներում։ Զիկատար ուսումնական կենտրոնում 4 տարի տևողությամբ մեդիատուրի ամփոփումն է, որտեղ հրավիրված են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Մեր հիմնական առաքելությունն է եղել համայնքային անտառների հիմնումը, ինչպես նաև համայնքային անտառկառավարման պլանների ստեղծումը Կողբ և Ջուջևան համայնքներում։ Ծրագիրը բացի այս երկու հիմնական բաղադրիչներից ունեցել նաև կրթական բաղադրիչ, ուներ նաև իրազեկման բաղադրիչ։ Ջուջևանում և Կողբում ծրագրի ընթացքում վերականգնվել է համայնքամերձ նախկին կոլտնտեսություններին պատկանող անտառները, հետագայում դրանք հանձնվելու են համայնքներին։ Ծրագրի շրջանակում Կողբ և Ջուջևան համայնքներում շուրջ 45 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել։ Որպեսզի համայնքների համար օգտավետ լինի, մենք ունենք տարածքներ, որտեղ հիմնականում օգտագործվել են պտղատու ծառատեսակներ։ Ծրագրի ընթացքում կարևորվել է նաև բնակիչների իրազեկման մակարդակի բարձրացումը, մշակվել են անտառկառավարման համար ուղեցույցներ, համայնքային տեղեկատվական ուսուցողական նյութեր են տպագրվել, կազմակերպվել են տարբեր դասընթացներ։ Ծրագիրը ուղղված է եղել նաև աղքատության հաղթահարմանը, քանի որ անտառ վերականգնման աշխատանքները իրականացրել են տեղի բնակիչները։ Բոլորի համար անտառը մեր օդը, մեր ջուրը, ամեն ինչ անտառի հետ է կապված եւ անտառի պաշտպանությունը այսօր բոլորիս գործն է։ Նոյեմբերյանի անտառտնտեսության տարածքը 32,000 հեկտար է, որից անտառածածկ է 29,000 հեկտարը, սակայն Հայաստանի ամենախիտ անտառածածկույթով անտառն ունի ընդամենը 36 պահաբաժին։ Դրան գումարած մի քանի հոգի պահպանության աշխատողներ, այդքանով ուրեմն պետք է պահպանենք 30,000-32,000 հեկտար տարածք եւ ցածր վճարովի աշխատավարձ ընդամենը անտառապահի աշխատավարձը 40,000-45,000 դրամ է եւ շուրջօրյա հսկողություն պետք է սահմանվի։ Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը նշում է, որ չնայած անտառպահպանության դժվարություններին, այսօր նաև անտառի սանիտարական մաքրման լուրջ ծրագրեր են իրականացվում։ Նոյեմբերյանում յուրաքանչյուր ընտանիքի 8 խորանարդ մետր թափոն տանելու հնարավորություն է տրվել։ Մերիկ Օլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։